Դոնալդ Թրամփը հանձնարարել է ԱՄՆ պատերազմի նախարարությանը անհապաղ վերսկսել միջուկային զենքի փորձարկումները մյուս միջուկային տերությունների հետ հավասարության սկզբունքով։ Ինքնաթիռում ավանդական ճեպազրույցի ժամանակ է սկանդալային հայտարարությունն արել Թրամփը։ Հետո տուրբուլենտությունը պատճառ բերելով փորձել է խուսանավել լրագրողների ճշտող հարցից, որոնք են այն միջուկային տերությունները, որոնց հետ հավասար ուզում է զենք փորձարկել Թրամփը։ Սա ինչ ծանր ուղևորություն է։ Բայց լրագրողները համառել են ու Թրամփը ստիպված է եղել տալ Ռուսաստանի ու Չինաստանի անունները։ Ես տեսնում եմ, որ նրանք փորձարկումներ են անում, ուրեմն մենք էլ պետք է անենք։ Ես կուզենայի ապամիջուկայնացում, որովհետև Ռուսաստանում շատ միջուկային զենք կա։ Ռուսաստանը երկրորդ տեղում է, Չինաստանը երրորդ։ Չինաստանը մեզ կհասնի 4-5 տարվա ընթացքում։ Կարծում եմ ապամիջուկայնացումը կթուլացներ լարվածությունը։ Թրամփը թեև պնդում է, որ ապամիջուկայնացման ջատագով է մեկ ամիս առաջ, երբ Մոսկվան առաջարկել էր երկարաձգել միջուկային զենքի սահմանափակումների համաձայնագիրը, բավարարվել էր առաջարկը լավ գաղափար անվանելով։ Համաձայնագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա փետրվարին։ Առաջարկին առարկայական պատասխան չլսելուց հետո Պուտինը հայտարարել է նախ բուրևեստնիկ անսահմանափակ հեռահարության թևավոր հրթիռը, ապա Պոսեյդոն միջուկային շարժիչով ստորջրյա ինքնաշարժ ականակիրը հաջողությամբ փորձարկելու մասին։ Սա հսկայական հաջողություն է։ Պոսեյդոնը զգալիորեն ավելի հզոր է, քան մեր ամենախոստումնալից միջմայրցամաքային հեռահարության հրթիռը՝ Սարմատը։ Այս ինքնաշարժ սարքի արագությունն ու խորությունը անգերազանցելի են։ Աշխարհում չկա այդպիսի բան, եւ քիչ հավանական է, որ կլինի շուտով։ Չկան նաեւ այն որսալու մեթոդներ։ Բուրևեստնիկի եւ Պոսեյդոնի մասին Պուտինը դեռ 2018-ին էր հայտարարել Դաշնային ժողովին ուղղված ուղերձում։ Այն ժամանակ Կրեմլի ղեկավարն անոնսել էր նաև ավանգարդ հիպերձայնային թռչող սարքի, Սարմատ միջմայրցամաքային եւ կինժալ աերոբալիստիկ հրթիռների ստեղծման մասին։ Ըստ բաց աղբյուրների, մինչ օրս միայն կինժալ հրթիռն է հասել սերիական արտադրության։ Այն օգտագործվում է ռուս-ուկրաինական ճակատում։ Ավանգարդ համակարգի ճակատագիրը մնում է անհայտ։ Սարմատը փորձարկվել էր 1 տարի առաջ, բայց փորձն ավարտվել էր լուրջ վթարով։ Չորեքշաբթի Պուտինը հայտարարել է, որ շուտով Սարմատը նույնպես մարտական վիճակում կլինի։ Բուրևեստնիկը ըստ Մոսկվայի հաջողությամբ փորձարկվել է հոկտեմբերի 21-ին, 15 ժամում թռչելով 14000 կիլոմետր։ Դա անուղղակիորեն հաստատել է Նորվեգիան, հայտարարելով, որ Նովոյե Զեմլյա ռուսական փորձադաշտում հրթիռ է արձակվել։ Ինչու է հենց հիմա միանգամից 2 ռազմավարական միջուկային զենք անոնսում Կրեմլը։ Ըստ ռազմական փորձագետների, սա Ուկրաինա ամերիկյան Տոմահավք թևավոր հրթիռներ տեղափոխելու հավանականության մասին Թրամփի հայտարարության պատասխանն է։ Կա նաև կարծիք, որ այսպես Պուտինը փորձում է Թրամփին մղել միջուկային զենքի սահմանափակումների համաձայնագիրը երկարաձգելու բանակցությունների։ Զովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։